Հորանջող ոստիկան Եվրամիության դրոշի մոտ կանգնած ու անկանոն շարժումներ անող պատվո պահակախումբ կառավարությունում սպասում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի կառավարության շենք գալուն զուգահեռ Հայաքվե եւ Մայր Հայաստան շարժումները համատեղ բողոքի ակցիա են կազմակերպել քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով։ Մենք ավելի բարձր էստեղից կխոսենք։ Ակցիայի մասնակիցները ստիպված կլինեն բարձր խոսել, որ լսված լինեն, քանի որ ոստիկանները մի քանի շարք պատ կազմեցին ու թույլ չտվեցին, որ խաղաղ ցուցարարները հենց կառավարության շենքի մոտ իրականացնեն ակցիան։ Նրանք դիմացի մայթ տեղափոխվեցին։ Ունեցվածքի սեփականության իրավունք գոյություն չունի, գործող վարչապետը ասում է բոլորին սնանկացնելու եմ, Հայաստանում չկա խոսքի ազատություն արդեն։ Քաղաքագետ Դանիելյանը շարունակում է, չկա անմեղության կանխավարկած քաղաքացուն բռնում բանտարկում են Նիկոլ Փաշինյանի ցուցում հանձնարարականով։ Հայաստանում բռնաճնշումներն աննախադեպ են արձանագրում է Արեգ Նազմանուկյանը, մեղադրում եվրոպացի մեծ ու փոքր չինովնիկներին։ Այո, հենց ձեր մեղավորությամբ է, որ հայաստանյան փոքրիկ Հիտլերը բռնաճնշումները իրականացնում եւ չի պատժվում։ Ըստ Մանուկ Սուքիասյանի վտանգված է Հայաստանի երրորդ հանրապետության գոյությունը, քանի որ Ալիևի պահանջով Փաշինյանը պատրաստվում է փոխել Հայաստանի հանրապետության սահմանադրությունը։ Դու ուզում ես խալխլել Հայաստանի երրորդ հանրապետությունը, դիպչելով անկախության հռչակագրին, եւ այդ ճանապարհին է, որ դու մարդկանց նետում ես բանտերը, կեղծ շինծու գործերով փորձում ես վարկաբեկել։ Անկախ այն երկերից, որ կերքեն կառավարության շենքում, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը Հայկ Մամիջանյանի հավաստմամբ ընդունել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայնը հանդիպում էր այսօր ու գովաբանում էր մի իրակարծիքով ժողովրդավարություն, որտեղ մինչև ընտրարշավը կար 50-ից ավել քաղբանտարկյալ։ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով դարձել է մանիպուլյացիաների զոհ, որ կառավարվում է գլոբալիստական կենտրոնների կողմից։ Պնդումը Հայաստանի Հանրապետության առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանինն է։ Նրա խոսքով Հայաստան է եկել արյունոտ Ուրսուլան։ Մենք գործ ունենք ամենապղտոր, շարունակում եմ, ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ներկայացուցիչների հետ, որոնք արդեն հմուտ են, թե նախկինում որպես գաղութատերեր եւ հիմա տիրապետում են ամբողջովին քաղաքական մանիպուլյատիվ տեխնոլոգիաներին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին պահանջով ակցիայի մասնակիցները երկլեզու էլեկտրոնային տարբերակով նամակ են ուղարկել Ուրսուլայի պաշտոնական էջին։ Արմեն Հովակիմյան, Վարամ Ստեփանյան, Լրաբեր։